Բարև ձեզ արգել հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթրում, այսօր աշխատանքային օր է, եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Մինչ մամուլի հրապարակումներին անցնել, հիշեցնեմ, որ դուք կարող եք Patreon համակարգով աջակցել մեր աշխատանքին ամսական բաժանորդագրությամբ 3-ից մինչև $10։ Patreon-ի լինքը կարող եք գտնել տեսանյութի ներքևում կամ էկրանի ինձանից ձախ կողմում ցախ անկյունում QR կոդի տեսքով։ Եվ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Արցախի քաղաքական եւ հասարակական կառույցները, ինչպես նաեւ շարքային քաղաքացիները չեն համակերպվում այն մտքի հետ, որ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը դավաճանել է իրենց եւ Արցախին ու միացել 10 տիրադավերին, աջակցելով Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ գործունեությանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայրաթորի հետ, Արցախի հոգևոր առաջնորդին փոխարինելու հարցով։ Արցախցիներն այլևս նրան չեն ընկալում որպես թեմի առաջնորդ եւ ուզում են, որ առաջնորդ նշանակվի մարդկային ու հոգևոր բարձր արժեքներ ունեցող մի հոգևորական։ Բանն այն է, որ Արցախի թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, որը պարտադիր պահանջ է թեմի առաջնորդի համար։ Մեզ ասացին, որ արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ Բագրատ Սրբազանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը պարբերաբար համալիր ուսումնասիրելով պաշտոնյաների հայտարարագրերը հաճախակի բացահայտումներ արել, որոնց հետևից գնալով հարուցվել են վարույթներ։ ԿՊԱ-ական Էմմա Պալյանի դեպքում դեպքը եւս բացառություն չեղավ։ Օրաթերթը գրել էր, որ ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա իրեն չսպասի եւ դրսում չմրսի, իր հայտարարագիրը լրացրել է խայտառակ սխալներով։ Առանձնացրել էին 3 սխալ, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել։ Մասնավորապես, հանձնաժողովը արձանագրել էր, որ պաշտոնատար անձը 2024 թվականի տարեկան հայտարարագրի հաշվետու տարվա եկամուտների բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է 1.5 միլիոն դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը եւ հայրանունը, ինչպես նաեւ նրա հասցեն նշված չեն եղել։ Փոխարենը այդ դաշտերում գծիկ է դրված, իսկ նկարագրության դաշտում լրացված է ՌԴ-ից հարազատի կողմից ուղարկված գումար։ Հայտարարատուի եւ եկամուտ վճարողի միջև առկա կապի բնույթը դաշտում էլ բարեկամ, այսինքն փաստացի թաքցված եկամուտ էր։ Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 միլիոն դրամ, որից 21 միլիոն դրամը բնակարանի հիպոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Էմմա Պալյանի հիպոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Մի խոսքով ժողովուրդ օրաթերթի շնորհիվ Էմմա Պալյանը հայտնվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, բայց ես չեմ կարծում այդպես լուրջ բաներ է սպասվում Էմմա Պալյանին։ Փոխարենը ես կխնդրեմ Նիկոլ Փաշինյանին եւ Սորոսականներին ուշադրություն դարձնել, որ Էմմա Պալյանը փաստորեն Ռուսաստանի Դաշնությունից 1.5 միլիոն դրամ է ստացել։ Ինչի դիմաց է Ռուսաստանից նման փոխանցումներ ստանում Էմմա Պալյանը։ Սա կասկածելի փոխանցում է, ես կարծում եմ, այստեղ պիտի միանշանակ ուսումնասիրություն արվի, ենթադրում կարող է նաև հիբրիդային սպառնալիքի ֆոնին դիտարկվի սա, գուցե Էմմա Պալյանն այդ փողը տվել են, որ ինչ-որ հիբրիդային գործողություններ անի Հայաստանի Հանրապետության դեմ, մի խոսքով ստուգեք, տեսեք, գուցե Պրիգոժինի հետ ինչ-որ կապ ունենա, կարծում եմ, այդտեղ բավական հետաքրքիր շերտեր կարելի է բացահայտել։ Մի խոսքով, պարզեք, որ ով է Ռուսաստանից փող փոխանցում ԿՊԱ-ական падգամավոր Էմմա Պալյանին։ Կա արդյոք այդտեղ հիբրիդային սպառնալիք, թե ոչ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը տեղեկացավ, որ քրեական սկանդալի կենտրոնում հայտնված ԿՊԱ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը եւս առաջադրել է իր թեկնածությունը 2026 թվականի ընտրությունների ԿՊ падգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Տեղեկացանք, որ Գյուլնազարյանին արդեն հրավիրել են ԿՊ վարչություն, հարցաքննության եւ մեծամասնությունը դեմ է եղել, որ վերջինս ընդգրկվի ԿՊ նախընտրական ցուցակում։ Օրաթերթը փորձել է Գյուլնազարյանից պարզել, արդյոք ԿՊ վարչությունից արդեն ունի պատասխան, մերժել, թե հաստատել են նրա թեկնածությունը։ Ես դեռևս տեղեկություն այդ հարցով չեմ ստացել։ Վարչություն հրավիրվել եմ, բայց դեռ պատասխան չունեմ, շեշտեց Գյուլնազարյանը։
Այս մարդիկ կան ԿՊԱ-ականներ, որոնք մոլորության մեջ են կամ ԿՊ-ին սպասարկումներ, ասենք հանրության շրջանում հայհոյանքներով, կրիմինալով հայտնի մարդիկ, որոնք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը իրենց օգտագործել է, անպայման պիտի տանի ԿՊ ցուցակ։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործել է ըստ նշանակության եւ այդ նշանակությունը ամենևին արտացոլված չի լինելու խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում, այնպես որ հանգիստ կարող եք չդիմել ԿՊ այդ հարցով։ Հրապարակ թերթը գրում է. ավելի քան կես տարի է ԿՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը։ Թե ինչ մոգոն են, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները, կանգ են առել խաղաղության վրա, որը ըստ իրենց այսօր միակ աշխատող կարգախոսն է եւ որին աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում՝ խաղաղություն։ Թե ինչ տեսք ու ձևակերպում կունենա կարգախոսը այժմ տարբերակներ են քննարկում, սակայն մոտավորապես հետևելու են 2021-ի, ասենք, ապագա կարգախոսին, այնպես որ շատ չի տարբեր, երևի այս անգամ էլ կասեն խաղաղություն կա, կամ կա Նիկոլ, կա խաղաղություն, չկա Նիկոլ, կա պատերազմ, լավ, տեսեք կարգախոս առաջարկեցի, եթե սա ընտրեք, միանշանակ իմ հոնորարը կփոխանցեք։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի։ Մեր տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում։ Քննարկվում է, արկա են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե ոչ։ Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները հրապարակել էին տվյալներ, որոնց համաձայն Կոնջորյանը եւ կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 միլիոն դրամով հիպոթեկային վարկով, նշվում է նաև վարկը տրամադրել է Հայէկոնոմբանկը։ Հետքը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 միլիոն դրամ։ Հրապարակ օրաթերթը գրում է. 2026-ի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիրները տևական ժամանակ ինչ ակտիվ քննարկումների բանակցությունների մեջ են, հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ, բայց մինչ այս պահը որևէ միավոր չի ձևավորվել։ Ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո, սակայն տեղեկություններ կան, որ առաջին նախագահի հակում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ։ Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը մեր ձևով շարժման հետ է նաև բանակցում, սակայն մեզ ասացին, որ չի ստացվել։ Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետև միավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, վիրավորվել են ներողություն նրա ասուլիսում արված հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը Հայաստանի 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։ 3 ՀԱԿ անդամների հետ չհաջողվեց խոսել, թեև Լևոն Զուրաբյանը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։ Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի եւ Թաթոյանի Լուսավոր Հայաստանի Սուրեն Սուրենյանցի ապրելու երկիր եւ Վիկտոր Մնացականյանի միջև էին կոնսուլտացիաներ ընթանում միավորման օրակարգով։ Այս ցանկից հայտնի է, որ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է։ Հետաքրքիր է, թե ՀԱԿ-ում ինչ են օգտագործել այն առաջարկից առաջ, ըստ որի իրենք պիտի լինեն միավորման առանցքը։ Սովորաբար նախընտրական միավորումները այս կամ այն ուժի հնարավորությունների գնահատմամբ է տեղի ունենում։ Չի կարող, ասենք, 2021 թվականի ընտրություններին դոգի չափ ձայն ստացած ուժը եւ խորհրդարան չանցած ուժը ասել, որ այ մեր առանցքի շուրջ պիտի տեղի ունենա միավորումը։ Եթե գաղափարական միավորում է, ապա գաղափարական առումով Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը որևէ տարբերության մեջ չէ Նիկոլ Փաշինյանի ուժից։ Եվ այս առումով անհասկանալի է, եթե գաղափարի շուրջ են համախմբվում, ապա ինչու չեն համախմբվում Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Եթե գաղափարական չէ, այլ զուտ խնդիր է դրված Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ միավորում են շատ ձայներ ստանալու համար, ապա այս պարագայում ՀԱԿ-ը վստահաբար չի կարող լինել առանցքը հնարավոր միավորումների, բայց ինչևէ իրենց խնդիրն է, Հայաստանի քաղաքական դաշտում միշտ էլ այս իրավիճակն եղել, բոլոր ուժերը եւ հատկապես այդ ուժերի առաջնորդները պատկերացնում են, որ հենց իրենց շուրջ միավորում տեղի կունենա։ Ես կարծում եմ, օրինակ, այս խնդիրը
Թաթոյանը կարող է լուծել, քանի որ իր հետ միավորման հարցով էր քննարկում գնում, Տեր-Պետրոսյանի ուժը կարող է վերանվանել Թրամփի անունով եւ այդտեղ միանգամից խնդիրները կլուծվեն։ Հրապարակ թերթը գրում է. Արագածոտնի թեմի առաջնորդի վեհափարի քրոջ որդու Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տեսակցությունները դեռ արգելված են։ Նրան կարող է տեսակցել միայն մայրը։ Մյուս հարազատներին ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում։ Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ եղբորորդին ընտանիք չէ։ Փակ են նաև Արշակ Սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։ Նրան կարող են այցելել միայն եղբայրը, Արարատյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Հակոբը եւ Տարեց մայրը։ Բաց են տեսակցությունները Բագրատ Սրբազանի համար, նախաքննության մարմինը թույլատրել է եւ Միքայել Սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել։ Նկատենք, որ սրբազանները տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում։ 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ Սրբազանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է գտնվում։ 2 ամիս առաջ Բագրատ եւ Արշակ Սրբազանները ԱԱԾ-ի կից քրեակատարողական հիմնարկում։ Միքայել Սրբազանն այս պահին Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Մինչ անցնենք պոլիտիկեմի հրապարակումներին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես պոլիտիկայում գրում է. Ադրբեջանից Հայաստան ներկրված բենզինը հանրային մեծ աղմուկ բարձրացրեց։ Աղմուկը մեծ է, սակայն պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, որքան էլ որ դժվար լինի ընդունել, նոր երևույթ չեն։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ըստ Համաշխարհային բանկի տվյալների 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել $7 միլիոն, իսկ 2018 թվականին $211 միլիոն, որից մոտ $50 միլիոն ըստ որոշ գնահատականների առաջին եռամսյակում, այսինքն այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը դեռ իշխանության էր։ Ես հիշեցնեմ միջև հոդվածի շարունակությունը ընթերցել է, որ սա առեղծվածային $211 միլիոն էր, որի պատասխանը այդպես էլ եւ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը չտվեցին, թե Ադրբեջանից այդ 200-ից ավել միլիոն դոլարը ում է փոխանցվել, որ բանկին է փոխանցվել։ Փոխարենը, երբ այս աղմուկը բարձրացավ, Համաշխարհային բանկը այս տվյալները հեռացրեց իր էջից, փակեց այսքան այս տվյալները։ Այսօր Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, թե այդ գումարները Հայաստան են ուղարկվել հեղափոխություն իրականացնելու նպատակով։ Սակայն այդ դեպքում լուրջ հարց է առաջանում, ինչպես է ադրբեջանական կողմը կարողացել նման ծավալի գումար փոխանցել Հայաստան առանց օրվա իշխանությունների գիտության։ Բայց կան նաև այլ ադրբեջանական ապրանքների Հայաստան ներմուծման փաստեր։ 2017 թվականին Հայաստան էր ներկրվել Nutrilon բրենդի մանկական կեր, որն արտադրված էր Ադրբեջանում։ Նշված կաթի փոշին Հայաստան էր ներմուծվել Slav Group ընկերությունը, որը պատկանում էր ազգային ժողովի ՀԿ-ական պատգամավոր գործարար Արկադի Համբարձումյանին։ Իդեպ միայն ներմուծողի պիտակը հեռացնելուց հետո էր պարզ դառնում, որ ապրանքը արտադրված է Ադրբեջանում։ Այսինքն ՀԿ-ական պատգամավորին պատկանող ընկերությունում շատ լավ գիտակցել են, թե որ երկրի արտադրանք են ներմուծում Հայաստան եւ փորձել են այն փակել պիտակով։ Նույն 2017 թվականին Հայաստան էր ներկրվել նաև ադրբեջանական խնձոր, որի վրայից անգամ արտադրողի ադրբեջանական պիտակները չէին հեռացվել։ Նույն թվականին պարզվել էր, որ Հայաստան է ներմուծվել խանութներում վաճառվել է ադրբեջանական անորակ կոնֆետներ։ Իսկ դեռևս 2014 թվականին մայրաքաղաքի որոշ խանութների պարենային ապրանքների բաժիններում վաճառվում էր ադրբեջանական հայտնի Azerchai բրենդի Buket տեսակի թեյ։ Թուրքական ապրանքների թեման նույնիսկ
քննարկել չի կարելի կամ ավելորդ է քննարկել։ Սակայն չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, մասնավորապես 2015-16 թվականներին նրա փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված ընկերությունները օգնում էին թուրքական գյուղատնտեսական արտադրանք արտահանող ընկերություններին Հայաստանի տարածքով շրջանցելու Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված սանկցիաները։ Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը հայտնվել էր բարդ վիճակում, քանի որ խոշոր արտահանողների համար առավել շահավետ էր հայկական արտադրանքի անվան տակ թուրքական ապրանք վերաարտահանելը։ Այո, Ադրբեջանից ներմուծվող ապրանքների թեման հուզական է, սակայն գոնե այս հարցում չպետք է հուզվեն նախորդ իշխանության ներկայացուցիչները, որոնց օրոք անգամ մանկական սնունդ էր ներմուծվում Ադրբեջանից։ Գիտեք, այս թեման բավական քննարկվեց, հուզական իրականում թեմա է եւ մարդիկ, որոնք զավակներ են կորցրել, հարազատներ են կորցրել, ի վերջո կա Արցախի օկուպացիայի հարցը, Ադրբեջանից ներմուծվող ապրանքների թեման միանշանակ բան է անում, անհանգստացնում է մարդկանց եւ այդտեղ կան նաեւ քաղաքացիներ, որոնք տարբեր կոչեր են անում բոյկոտի եւ այդ բենզինը չգնելու, սա միանշանակ քաղաքացիների իրավունքն է նման կոչեր անելու։ Ես երեք նաեւ նկատեցի, որ ադրբեջանական մեդիաներում քննարկում են, թե ինչ հայկական ապրանք կարող է Ադրբեջանում վաճառվել, եւ այնտեղ խոսք է գնում կոնյակի, կոմպոտների մասին։ Եթե հայկական կոնյակը Արարատ անունով արտահանվի Ադրբեջան եւ վաճառվի Ադրբեջանի խանութներում, հենց հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հենց Արարատ անունով կոնյակի լուսանկարներ դրել էին իրենց հրապարակման մեջ։ Դա շատ հետաքրքիր կլինի, հատկապես այն ֆոնին, որ այս իշխանությունները փաստորեն վախենում են Արարատ անունից, բայց ադրբեջանական խանութներում փաստորեն խնդիր չի լինի դրանք վաճառելու, այնպես որ կարծում հայ արտադրողները պիտի այս ուղղությամբ մտածեն, որ եթե իրականում ապրանքների շրջանառություն կա, միայն մեզ վրա չվաճառվի այդ ապրանքները, թող իրանք էլ Արարատ կոնյակ խմեն, ինչ վատ է որ։ Լավ որակի կոնյակ է, վերջապես ադրբեջանցիները դրա հնարավորությունը կունենան փորձելու լավ որակի հայկական կոնյակ եւ աջակցեն Հայաստանի տնտեսությանը։ Բայց կա մի այլ թեմա, որի վերաբերյալ մենք եւս հրապարակում ունենք, հոդված ունենք, այս թեման հատկապես կարեւոր է, որովհետեւ մենք կարող ենք ցանկացած բայ որպես պետություն որոշել բենզին չբերել, ասենք Ադրբեջանից, կամ սրանք հաստատ կորոշեն, որ շատ ավելի շատ բենզին պիտի բերեն Ադրբեջանից, կամ որոշենք Իրանից բերել, Ռուսաստանից բերել, դա տեղափոխվող էներգակիր է, կարելի է հանգիստ որոշել այլ երկրից բերել, բայց փոխարենը կա հայկական էլեկտրացանցերին առնչվող մի հանգամանք, մի հայտարարություն, որը տեսանելի չեղավ, քննարկելի չեղավ դաշտում եւ սրա մասին է մեր հրապարակումը։ Շաբաթներ առաջ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարություն արեց, որ մեր հանրային քննարկումների օրակարգից դուրս մնաց։ Այսօրինակ մեծ նախագծերում մենք աշխատում ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ եւ այս դեպքում գերմանական KfW բանկի։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է էլեկտրացանցերի համար ձեր էլեկտրացանցը վրացականի հետ միացնելու նպատակով եւ մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի ուղղությամբ, հայտարարել է Կոսը։ Այս հայտարարությունը մի կողմից բավականին անկեղծ է, քանի որ հստակ արձանագրում է Ռուսաստանից կախվածության թուլացումը Եմեն եւ հավաքական արևմուտքը պատկերացնում են իրականում կամ հիմնականում Թուրքիայի միջոցով։ Վրաստանի հիշատակումը հայտարարության մեջ առավելապես քաղաքական հոգեբանական նշանակություն ունի, քանի որ Հայաստանը վաղուց արդեն կապված է վրացական էլեկտրացանցին եւ փոխադարձ հոսանքի մատակարարում է իրականացվում։ Հետևաբար դժվար է պատկերացնել, որ Եմեն կարող է խոսել միայն այն ցանցերի մասին, որոնք արդեն իսկ իրար հետ կապված են, այսինքն Վրաստանի ցանցին Եմեն մեզ չի կարող միացնել, մենք միացած ենք արդեն։ Հաջորդ կարևոր հանգամանքը պահանջում է լրացուցիչ պարզաբանում։ Իրականում Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտում Ռուսաստանի նկատմամբ ուղիղ կախվածության մեջ չէ Հայաստանը։ Ավելին, երկիրն ունի ատոմակայան, որն ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրության զգալի մասը, սակայն Կոսի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ոչ ուղիղ ձևով խոսք է գնում հայկական ատոմակայանի փակման հնարավոր ծրագրի մասին։ Հայաստանի ատոմակայանը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին։ Պատկանում է պետությանը, սակայն կառավարում է ռուսական ընկերության կողմից, քանի որ Հայաստանը ներկայում չունի համապատասխան մասնագիտական եւ տեխնիկական ամբողջական կարողություններ, ինչպես նաեւ հումքը ներկրվում է Ռուսաստանից։ Աշխարհի շատ երկրներ են հումքը ներկրում Ռուսաստանից։ Հիշեցնենք, որ Եմեն եւ Թուրքիան
երկար տարիներ բարձրացրել են Հայաստանի ատոմակայանի փակման հարցը։ Այդ մասին անդրադարձ կա նաև ԵՄ-ի հետ 2017 թվականին կնքված Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ Թուրքիան եւս բազմիցս հրապարակային հայտարարել է, որ ատոմակայանը համարում է իր համար անվտանգության խնդիր եւ կարծում է, որ Հայաստանը այն պետք է փակի։ Այս համատեքստում կարելի է արձանագրել, որ ընթացիկ գործընթացները դիտարկվում են որպես հերթական քայլ Հայաստանը Թուրքիայի ենթակառուցվածքային ազդեցության գոտում ներառելու ուղղությամբ։ Այս ֆոնին առավել իրատեսական են հնչում այն խոսակցությունները, թե Հայաստանի էլեկտրական ցանցերը հայկական վերահսկողությունից հանվում է եւ այն կարող է հայտնվել թուրքական կառավարման ներքո։ Ըստ այդ տրամաբանության ԵՄ-ն կարող է ֆինանսավորում տրամադրել, որպեսզի ՀԵՑ-ը տեխնիկապես ինտեգրվի թուրքական էլեկտրացանցին, ապահովելով հնարավոր արտաքին կառավարում։ Տեսեք, եվրոպացի պաշտոնյան Մարտակոսը շատ ուղիղ հայտարարում է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու համար իրենք 500 միլիոն եվրո են ներդնելու, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցերը միացվի Վրաստանին եւ Թուրքիայի էլեկտրական ցանցերին։ Ես արդեն ասացի, Հայաստանի էլեկտրական ցանցերը վաղուց միացված են Վրաստանին, երկար ժամանակ մենք իրենց ենք հոսանք տալիս, իրենք են մեզ հոսանք վերադարձնում, հա, պարտքը։ 90-ականներին Հայաստանն է հիմնականում հոսանք մատակարարել, արտանել դեպի Վրաստան, այնպես որ Վրաստանին միացնելու խնդիր չկա։ Եվ ես վստահ եմ, Վրաստանի անունը գրված է նրա համար, զուտ որ հայ հասարակության տրամադրությունը չընկնի։ Հիմնական թիրախը Թուրքիան է։ Հայաստանի էլեկտրական ցանցերը էներգետիկ համակարգը ուզում են միացնել թուրքական էներգետիկ համակարգին, որպեսզի լիարժեք կախվածության մեջ դնեն թուրքական ազդեցությունից։ Եվ մյուս կողմից դուք գիտեք քննարկվում էր, որ ՀԵՑ-ը կարող են հանձնել թուրքական կառավարման։ ՀԵՑ-ը թուրքական կառավարման ներքո առանց Թուրքիայի ցանցերի միացման այլ բան է, Թուրքիայի ցանցերին միացած հանձնել թուրքական կառավարման այլ բան է, որտեղ դա ըստ էլեկտրական ցանցերի տրամաբանությամբ եթե նայենք, Հայաստանն ու Թուրքիան կդառնան մի տարածք, էներգետիկ մի տարածք։ Եւ Թուրքիայի համար կառավարումը ավելի հեշտ կլինի։ Ավելցուկները կուղարկեն Թուրքիա կամ ժամանակին անհրաժեշտության դեպքում Թուրքիայից կուղարկեն այստեղ։ Եվ այս ամենը քննարկում են ամենի ֆոնին, որ Հայաստանի ատոմակայանի շուրջ այսպես վատ ամպեր են կուտակվում, Եվրամիություն մշտապես իրենք ասում են բնապահպանական խնդիրներ կան, անվտանգային խնդիրներ կան, բայց գլխավոր խնդիրն այն է, որ ռուսական նախագծով կառուցված ատոմակայանը պետք է փակվի, որ ազդեցությունը վերանա նաև ռուսական ազդեցությունը վերանա։ Եթե դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը չունենա ատոմակայան եւ կախվածության մեջ ընկնի Թուրքիայի, դա որևէ խնդիր չի, ավելին իրենք շատ ուղիղ հայտարարում են, որ ռուսական ազդեցությունը փորձում են նվազեցնել թուրքական ազդեցության ավելացման։ Սա ի հակադրություն բոլոր այն պնդումների, որ Եվրոպան գիրկը բացմեն սպասում է, որ ռուսական ազդեցության նվազումը չի նշանակում թուրքական ազդեցության ավելացում։ Շատ ուղիղ Մարտակոսը ասում է, որ Հայաստանը ունի երկու ընտրանք։ Ռուսաստան, որը կա, ռուսական ազդեցություն, որը կա, եւ թուրքական ազդեցություն, որը իրենք փորձում են մեծացնել։ Չկա եվրոպական, ամերիկյան այդ հեքիաթները մի կողմ թողեք։ Այն ինչ հանվում է ռուսական ազդեցության տակից, դրվում է թուրքական ազդեցության տակ։ Շատ պարզ օրինակ, Արցախը հանվեց ռուսական ազդեցության տակից։ Ովքեր են այնտեղ։ Եվրոպացիներ են, չէ, թուրքեր են։ Ադրբեջանական զորքեր, նաև թուրքական որոշ միավորներ կան։ Էներգետիկ համակարգը հանվում է հայկական ռուսաստանցի գործարարի, հա, վերահսկողության տակից։ Ռուսաստանը հայ գործարարի վերահսկողության տակից։ Տեսնում եք, արդեն քննարկումները գնում են դեպի թուրքական վերահսկողության ներքո դնելը։ Ռուսաստանը մինչև 2020 թվականը դաշնակից երկիր էր, բարեկամ երկիր եւ հայերը տրամադրված էին դրական դեպի Ռուսաստան։ Հիմա Ռուսաստանի նկատմամբ բացական տրամադրությունների ավելացում բերում է դրական տրամադրությունների ավելացում դեպի Թուրքիա։ Չկա այստեղ Եվրոպա, չկա Միացյալ Նահանգներ։ Արևմուտքը Հայաստանին Եվրոպա, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ չի առաջարկում, ասում է ձեր արևմուտքը Թուրքիան է։ Եվ այս հայտարարությունը կարծում եմ հենց այս տեսանկյունից պետք է քննարկել։ Եվ սա շատ ավելի վտանգավոր հայտարարություն է, քան բենզինի մատակարարումը, չգիտեմ, Ադրբեջանի տարածքով ցորենի մատակարարումը, որովհետև ցանկացած պահի Հայաստանը կարող է որոշել, որ ցորեն չի բերում Ադրբեջանից, բենզին չի բերում Ադրբեջանից։
Բայց երբ դու հասնես նրան, որ ատոմակայանը փակվի եւ քո էլեկտրական ցանցերը միացված լինեն թուրքականին, այդտեղ շատ հեշտ չի լինի որոշում կայացնել։ Նման որոշում կայացնել, ասենք, վերագործարկել ատոմականը երկրորդ անգամ, որը կասկածելի հավանականություն ունի, կամ էլեկտրացանցերի համար այլընտրանք գտնել, դա մի քանի, գուցե տասնյակ միլիարդ դոլարների ծախս պիտի պահանջի, որը Հայաստանը չի ունենալու, երբ որոշի զրկվել ատոմակայանից, ինքն իրեն զրկի ատոմակայանից։ Այնպես որ կարծում եմ այս թեման շատ ավելի կարևոր է ուշադրության կենտրոնում պահել։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։